Ժողովուրդ ջան, 7 վերքում ընթացող այս կեղծ պատարագին մասնակցում է նաև Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը, այն Bentley բրիլյանտների, զենքի, օֆշորների սկանդալային Կճոյանը։ Լավ, ես վանաձորցի եմ, լոռեցի եմ, ես մեր սրբազանի հետ խնդիր չունեմ։ Մեր սրբազանը այն անխոցելի arczepiskopos-ներից մեկն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Երևանի քաղաքական, հասարակական գործիչներից մարդ չկա էլ ուր ուզում որ այդ մարդը պաշտոնան կարվի, որ ուզենա, որ Կճոյանը պաշտոնան կարվի, որ ուզենա, որ Կճոյանը կարգալույց արվի։ Միայն ես եմ դիմում Վեհափար Հայրապետին ու ասում, որ Կճոյանը պետքա պաշտոնան կարվի։ Լավ, Արարատյան թեմը այդ վիճակում այսքան տարի այդ մարդը շարունակում է պաշտոնավարել։ Այս ամեն ինչից հետո շարունակում է պաշտոնավարել, հիմա էլ գնացել է իր եղբայրը համարվող, որովհետև իր եղբայրն է համարվում ըստ էության Միքայել Սրբազանը նույնպես էլի։ Կալանքի մեջ նստած իր եղբայրը համարվող Միքայել Սրբազանին թողած, հա, այն մյուս սրբազաններն էլ դե, բայց ամենա բանը էլի, ամենախայտառակը ինքն է։ Գնացել է հիմա էլ ասենք Արարատյան թեմը այդ վիճակով գնացել է հիմա էլ Շիրակի թեմա պատարագմատուցում Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա Վեհափար ինչքան պետք է սպասես։ Ինչքան պետք է այս մարդիկ պաշտոնավարեն։ Լավ, հասկացանք, որ կարգալույցանելը հանձնաժողովա պահանջում երկար պրոցես է։ Հասկացանք, կարգալույցանելը երկար պրոցես է, չնայած որ ուզենաք եթե կարող անեք։ Պաշտոնան կարեք։ Պաշտոնանք, մի հատ թուղթու գրիչի վրա այդ լիազորությունը ունի կաթողիկոսը, էլի։ Այսինքն լայնախոհ կաթողիկոսը հասկացանք բան։ Հիմա այդ ամեն ինչով հանդերձ, նա ոնց կարա լինի Արարատյան թեմի առաջնորդը։ Ոնց կարա տես մարդ լինի Արարատյան թեմի առաջնորդը։ Հիմա էլ գնա Շիրակի թեման պղծությամբ զբաղվի։ Պետքա պաշտոնան կանել։ Եվ կոչ եմ անում Երևանում ապրող, Արարատյան թեմում ապրող բոլոր պաշտոնատար, ոչ պաշտոնատար, հասարակական, քաղաքական, հայտնի գործիչներին, լրագրողներին, աստղերին, տարբեր, հա, սպորտային, տարբեր բնագավառների, մշակույթի մարդկանց, բոլորը կոչ արեք, միանանք եւ բոլորով պահանջենք, որ պաշտոնան կարվի Արարատյան թեմի առաջնորդը։ Լա գոնե սա առաջի քայլը սա պետք է արվի։ Խնդրում եմ արձագանքեք սիրելի հայրենակիցներ եւ փոխանցեք ձեզ հայտնի Երևանում եւ Արարատյան թեմի շրջակայքում բնակվող հասարակական, քաղաքական գործիչներին։ Թող բոլորը միանան այս պահանջին։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը եւ տարածեք